Իրանի պաշտպանության նախարարն է հարցազրույց է տալիս ազգային հեռուստատեսությանը ու ցույց տալիս իրենց նոր գլուխգործոցը։ Ծանոթացեք, նոր բալիստիկ հրթիռ Քասեմ Բասիր հեռահարությունը 1200 կիլոմետր։ Օգտագործելով ճշմարտացի խոստում 1 և ճշմարտացի խոստում 2 գործողությունների փորձը մենք վերջերս հաջողությամբ փորձարկեցինք նոր բալիստիկ հրթիռը։ Այն բազմաթիվ թիրախների մեջ գտնում է կոնկրետը և խոցում այն առանց նույնիսկ 1 մետր շեղման և առանց GPS նավիգացիոն համակարգի օգտագործման։ Հրթիռի ցուցադրությունն ըստ էության նախազգուշացում է Իրանի դեմ պատերազմով սպառնացող Ամերիկային։ Իրանից ասում են հարևան երկրներում ամերիկյան բազաներն իրենց ուղիղ նշանառության կենտրոնում են։ Եթե մեզ վրա հարձակվեն կամ մեզ պատերազմ պարտադրեն, մենք ուժով կպատասխանենք։ Կհարձակվենք նրանց բազաների վրա, չենք դիմադրի և այս առումով որևէ սահմանափակում չենք ունենա։ Այս հայտարարությունից հետո երկրի ռազմական գերատեսչության ղեկավարը շտապել է պարզաբանել իրենց հարևան երկրներին թշնամի չեն համարում, հակառակը, եղբայրական հարաբերություններ ունեն, բայց Ամերիկան իր գործողություններով ստիպում է, որ հարևան երկրներում գտնվող ամերիկյան բազաները դառնան իրենց թիրախները։ Սա չի նշանակում, թե Իրանը հենց վաղը նման գործողության է գնալու, բայց իրանցիները պարբերաբար պնդում են, որ Իրանի վրա հարձակման դեպքում իրենք կօգտագործեն նաև իրենց հրթիռային պոտենցիալը, իսկ այդ պոտենցիալը դիտեք բավական զգալի է։ Եթե փորձենք դիտարկել երկրների շարքը, որոնք ունեն ամերիկյան բազաներ, ապա ակնհայտ է, որ նախ եւ առաջ խոսքը վերաբերում է այն պետություններին, որոնք աջակցում են իսրայելական հարձակումներին եւ ունեն հակաիրանական դիրքորոշում, ասում է իրանագետը։ Պարսից ծոցի տարածաշրջանում մի քանի այդպիսի երկիր կա, բայց ասենք չպետք է մոռանալ մի շատ կարևոր հանգամանք՝ ադրբեջանա-իսրայելական խորը ռազմավարական համագործակցությունը։ Այո, Ադրբեջանի տարածքում նահանգների ռազմակայան չկա եւ իսրայելական ռազմակայան պաշտոնապես գոյություն չունի, բայց մենք գիտենք, թե Ադրբեջանը ինչ խորքային համագործակցություն ունի Իսրայելի հետ։ Իրանի համար պոտենցիալ վտանգավոր պետություն է Ադրբեջանը, քանի որ սերտ գործակցում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։ Իրանագետի կարծիքով այս հայտարարությունն ուղղված էր նաև Ադրբեջանին, ինչ վերաբերում է Հայաստանին։ Հայաստանը նման ցուցակով չի կարող լինել, հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ այդ հարաբերությունները կախված չեն կոնկրետ պահի իշխանությունների վարած քաղաքականությունից։ Հայաստանը Իրանի համար կենսական նշանակության պետություն է եւ Իրանը Հայաստանի համար կենսական նշանակության պետություն է։ Իրանի ուղերձը հստակ է, թիրախում ոչ միայն Միացյալ Նահանգներն են, այլև իսրայելամետ երկրները, ընդհուպ այն հարևան պետությունները, որոնք ակնառու Ամերիկայի շահն են փորձում առաջ տանել այս տարածաշրջանում։ Եվ եթե սպառնալիքը վերածվի գործողության, առաջինը հարված կստանան հենց այդ բազաները, անկախ նրանից, թե որ երկրի հողում են տեղակայված։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։